2015 թվականի առաջին աշխատանքային օրը մեր համար սկսվեց մի ասպարսելի, անակնկալ, իր որակի մեջ շատ դաժան ոճրագործությամբ։ Մի ամբողջ ընտանիք գյումրեցի սպանվեց մարդկային կերպարը կորցրած ոճրագործի կողմից։ Գյումրեցիների մոտ առաջացան բնական հարցեր։ Ինչու, ինչպես, որտեղ եւ այլ եւ այլ։ Եվ դրանից հետո գյումրեցիները կազմակերպեցին ցույցեր, խաղաղ ցույցեր։ Միակարծիք էինք այն իմաստով, որ այո, պետք է հանցագործը պատժվի, ամենախիստ պատիժը պետք է ստանա, եւ այդ ցույցերի պահանջն էլ հիմնականում դա էր։ Եկավ մի պահ, երբ գյումրեցիների այս պահանջը վերածվեց մի այլ երևույթի, դա վերաբերում է երեկվա միջադեպին, երբ տեղի ունեցան ցուցարարների եւ ոստիկանների մեջ բախումներ։ Ցավոք սրտի եղան նաև տուժածներ։ Երեկոյան ես եղա հիվանդանոցում, այնտեղ հիվանդների թիվը այդ պահին 18 էր, հետո այդ պահին ավելացավ ևս 6-ով, իսկ այսօրվա դրությամբ արդեն 28 է։ Եվ դրանցից 18-ը ոստիկանության աշխատակիցներ։ Ցավոք սրտի կան նմուշները նաև ծանր վիրավորներ, դրանք 3-ն են, մեկին Երևանում արդեն վիրահատել են, երկրորդը, երրորդը գտնվում են Գյումրու բժշկական կենտրոնում, բժիշկների հսկողության տակ։ Սա արդեն հասարակական կարգի, մեր քաղաքի առօրյայի կոպիտ խախտման երևույթ էր։ Գիտեք, ես էմոցիաները շատ լավ հասկանում եմ, մարդիկ, ես ընդունում եմ էմոցիաները, բայց էմոցիաներին մենակ տրվելը սխալ է, ես խորհուրդ եմ տալիս։ Բոլոր հարցերը հնարավոր է լուծել սառը դատողությամբ, հանգիստ պայմաններում, դրա համար ես կոչ եմ անում բոլորիս, պետք է հանդուրժողական լինենք, ուզում եմ, որ սառը դատենք, հասկանալով անենք ամեն ինչ, եթե հասկանալով անենք, մենք հաջողության կհասնենք, պետք չի, խժդժությունների պետք չի գնալ, չի կարելի տրվել էմոցիայի ներդաշնության, սսպեք ժողովուրդ, ես կոչ եմ անում համբերության, համերաշխության, միահամուռության